Բարի երեկո, հարգելի հայրենակիցներ, ոնց որ ֆուտբոլային մեկնաբանել եմ, չէ՞։ Ոնց եք, ես մի քանի օր գլուխավոր պահում եմ, դուրս չենք գալիս եթեր, չենք նկարում ոչ մի բան, բայց դրան լուրջ պատճառներ կան, չեմ ասի իհարկե լուրջ պատճառները, բայց Հիմի այդ պատճառները կարևորը չկան ու դուս ենք եկել ման գալու, հույսով եմ լավ եք, եղանակը թույն եղանակ, շատ լավն է, այս անձրևներից հետո, քամի անձրևներ ցուրտ եղանակից հետո, հիմա եղանակը բոմբում է, ընտիր է, հույսով եմ կպահի, սենց նայեք, ամպերերում է, բայց երևում է, որ մաքուր է երկինքը հետևը, Հետևից մաքուր է երկինքը, հիմա ես ինտերնետը անջատեմ, որ ես շատ չխանգարեն ու անցնենք առաջ, դուրս ենք եկել ման գալու, դուրս ենք եկել առևտուր անելու, առևտուրը արեցինք, բարով խերով, մի վարկյան, ինձ կներեք, որ ես միշտ ինտերնետը անջատում եմ ընթացքում, որտեղ մոռանում եմ, միջև այդ անջատեմ, դրա համար էլ անջատում եմ ընթացքում Շատ հազվագյուտ է պատահում, որ այս ժամին ենք դուրս գալի, ոչ շուտ է, ոչ ուշ, բայց այն որ ընտիր եղանակը էլի, միշտ դուրս ենք գալիս գիշերը ժամը 1-ին, 2-ին, վերջերս շատ ուշ ժամերի, տոնորերին դուրս եկանք մի քիչ շուտ, հիմա էլի ընկանք երկոյան ռեժիմ, ժողովուրդ ջան, եղանակները տաքանում են, գարուն է, եղանակները բացվում են, ու գարնան հետ ինչ է գալիս, ինչ ենք ասոցացնում ենք գարնան հետ, ինչ ենք ասոցացնում, օրինակ մանկուց ասոցացնում ենք գարուն ինչի հետ, ծաղիկների հետ, այո, իսկ հիմա մենք գարուն ասոցացնում ենք միտինգների հետ, Երևանում նորից միտինգներ են, ուղղակի հիմա այս տարին ինձ է ստացվել, որ միտինգները մի քիչ խառնվել են, էլի, միտինգները մեր մոտ, քանի որ արդեն տենց ավանդույթ է դառել, որ ամեն տարի գարունը սկսվելուց մենք միտինգ ենք անում, միջև որ եղանակների ցրդելը միտինգներ ենք անում, դրա համար մի սկիզբն է արդեն, սկիզբը ամենապահանջված ժամանակն է, էլի, հիմի բոլոր ուզում են հեղափոխություն անեն, կապ չունի իրանք, ասենք 10 հոգանոց խումբ են, 24 կամ 3 կամ ասենք մենակ ինքն է, կապ չունի, բոլոր ուզում են միտինգ անեն ու վերջերս նայում եմ Facebook-ով, որ դուրս է եկել մեր սրբազանը, իր սրբազան միտինգներով, էլի սրբազանների է հրավիրել, ինչ-որ ընդեղ բաներ են ստորագրում, հարցազրույց են տալի, ասում են, ինչ է կարծում, փողոցային բան կլինի, շարժում կլինի, ասում են, իհարկե, ասում է փողոցային շարժում կլինի, փողոցները կփակենք, Պրոստը ես չեմ հասկանում, եթե մարդը մի անգամ միտինգ արեց, այն իրա պիկի ժամանակ, այն որ պիկներ էլի իսկականից, այն որ լիքը մարդ կար, հավաքված, ահագին մարդ, այդ պիկի ժամանակ, որ միտինգ անում մարդը չի ստացվում, մարդիկ հիասթափվում են, երկրորդ միտինգի իմաստը որն է, որ հաստատ ավելի քիչ մարդ է գալու, հաստատ ավելի քիչ մարդ է հավատալու, հաստատ թափը ավելի թույլ կլինի եւ այլն, իմաստը որն է, փողոցներ փակելու, անիմաստ ինչ-որ ճանապարհներ փակելու, չգիտեմ, կամ լավ ուրիշ բան ասեմ, ուրիշ հարց տամ, էլի մի հատ, միտինգը որ անում եք, եթե չեք գնալի ուժով ինչ-որ բան վերցնեք, միտինգը, հեղափոխությունը ոնց եք պատկերացնում, միտինգ եք անում, որ հեղափոխություն չէ լինի, նպատակ չունի ուրիշ, չէ, միտինգի միակ նպատակը այս միտինգների հեղափոխությունն է, չէ,
Լավ, ոնց եք պատկերացնում դուք։ Հեղափոխություն, տենց քայլելով ուղակի։ Նիկոլի ժամանակ տենց եղավ, որտեվ տենց ուզեցին, տենց թողեցին, թույլ տվեցին, որ լինի, եղավ։ Չէ, ասենք արային, չէ, ասենք այն նոր սկզբից որ նոր գալիս էին մարդիկ ուզում էին հավաքվեին, բան բռնեին մի երկու փագին կամ այս կոմենքում, միտինգ չէր լինի, միամիտ մարդ պետք է լինես, որ հավատաս, որ Նիկոլի ժամանակ միտինգը եղավ, որտեվ ժողովուրդը ոտի կանգնեց։ Չէ, թողեցին, թույլ տվեցին, եղավ։ Լավ, դուք ոնց եք պատկերացնում, առանց ուժի, առանց բանի, տես քայլելով գնում են մի քիչ տեն, քայլում, մի քիչ այն կողմն են քայլում, միտինգ ա լինում։ Այդ մարդը ասում է, դե լավ, ասում է, ռազ որ այսքան քայլել եք, եկեք ես իմ աթոռը թողեմ, եկեք նստեք իմ տեղը, ժողովուրդ ջան, ինձ կդատեք, բնականաբար կդատեք ինձ, որտեղ գիտենք ով է գալու, եթե ինքը դուրս գա, բնականաբար ինձ կդատեք, գցեք այս կողմ, այն կողմ, եւ այլն, իհարկե եկեք, ինչի մասին է խոսքը, այդ մարդը, եթե ինքը գիտի, որ ինքը դուրս գա իր վերջն է գալու, այսինքն ոչ մենակ ինքը sense պարտվելու է դրանում, այլ իրան կդատեն, չգիտեմ, իրան կարող կորցնեն, չէ, sense հազարումի բան կարա լինի։ Այդ մարդը արյան միջև վերջի կաթիլը կպայքարի այդ աթոռի համար։ Ոնց եք պատկերացնում, որ այդ մարդը պետք է ասի դե լավ ախպեր, ճիշտ է, էլի արա, ճիշտ է, էլի ժողովուրդը դեմ է, արա դե հոզորով չի։ Եկեք, ես գնամ, դուք եկեք։ Երկրորդ այս մեկը ստից է սկսել, այն մյուսն էլ բան անում, ասում է Սրբազան, ասում է, դու չգիտես, ասում է, որ ես ասեցի, որ ապրիլ ամսին իմ միտինգն ալնելու։ Ասեցի, չէ, ոչ մեկ այդ օրը միտինգ չվեցնի, ոչ մեկ այդ օրը չխառնվի։ Ինչի խառնվեցիք, ինչ եք դուսեք եղել։ Այսինքն միաժամանակ լինելու է երկու միտինգ, 2-3, 2 եւ ավել, սենց կարելի ասել։ Ասում արա դու տեսեք հեսա հեղափոխությունը ինչ արա, հեսա ոնց ալելու, դուք մենակ նայեք, ասում ա։ Մի խոսքով այս ամիս աղագին նայելու բան կլինի, սրբազան պայքարը մի կողմից, չգիտեմ, ընդեղ մյուս միտինգավորները մյուս կողմից, լավ է, էլի եղանակները տաքանում էին նոր են, որ մարդիկ սենց դուս են գալի, ակտիվանում են, չգիտեմ, կարող է ստատիստիկա է այդ, գարնան այս պահին մարդիկ ավելի ակտիվ են լինում բանի, իդեալական եղանակա միտինգների կամ չգիտեմ ինչ-որ մի բանի, համար հենց այս ժամանակ են սկսում։ Ես չեմ կարող հասկանամ, էլի մարդիկ, ռեալ մարդիկ կան, ովքեր որ պատկերացնում են, ովքեր որ նախ ես չեմ հասկանում են մարդկանց, ովքեր որ գնում են սրբազանի միտինգներին, ժողովուրդ, նեղանալ չլինի, չեմ ոնց էլի ասենք, ոնց է դա ստացվում, հələ տենանք այս անգամ ինչքան մարդ կգնա սրբազանի միտինգների, ախր պարզ չի երևում այդ մարդու էությունը, չերևում այդ մարդուն ուղորթել են, չի երևում, չի հասկացվում, պարզ չի, որ այդ մարդը ինք իրանով ոչ մի բան չի անում այդտեղ։ Թեկուզ եթե աներ էլ, ասենք, ինք այդ մարդը չէ, էլի։ Սրբազանը։ Բայց պարզ երևում է, պարզ, շատ պարզ։ Զուլալ ջրի պես երևում է, որ այդ մարդուն ուղորթում են, այդ մարդուն թելադրում են ինքը ինչ անի։ Ասում են դուս արի, դուս ա գալի, ասում են քայլի, քայլում, ասում են նստի, նստում է։ Այնա որ ասենք չեն կարող ասեն էսի խոսա, այնի խոսա, որ գնում է հարցազրույցների։ Այ ինչ գիտի ասում է, վերջում պարզվում է, տակը բան չկա, այս մարդը ոչ ծրագիր ունի, ոչ ինչ-որ բան ունի, ոչ ինչ-որ բանից պատկերացնում այս մարդը հոգևորական մարդ է, ու այդ էլ կասկածում եմ խիստ, որ հոգևորական է, բայց ամեն դեպքում այս մարդը քաղաքականության հետ ոչ մի կապ չունի։ Ինչ եք ուզում անեք, ասում ուզում ենք բան անենք։ Մաքրենք քաղաքը։ Էդ է, այդ մարդու նպատակը էդ է, ուզում է քաղաքը մաքրենք։
Մի խոսքով շատ միտինգա շատ ամիս է սպասվում։ Դրանք ինչ կլինի, ոնց կլինի, ասա միտինգները չբախվեն իրար հիմա։ Փողոցով քայլեն գան, այս մեկը-մեկի ճանապարհը փագի բան, ասենց։ Հիմա այնքան շատ են արդեն, որ այդ Նիկոլին թողել են արդեն այդ ժողովուրդը, այդ միտինգավորները, արդեն իրանք իրար են ուտում։ Սերժը Սերժականները Քոչարյանականի հետ, այս միտինգավորները են մյուս միտինգավորների հետ, բայց սա դուս են գալի մի բանի համար էլի, ասենք դուս են գալիս, որ Նիկոլին բան անեն, գահնկեց անեն, ոնց են ասում, բայց մորանում են ինչի համար են հավաքվել ու սկսում են իրար ուտել։ Մի խոսքով ասածս ինչա, գոնե իրար հետ լավ եղեք։ Այսինքն, նայեք, այդքան մարդ, եթե համախմբվի իրար հետ ու սկսի, ասենք, պայքարել Նիկոլի դեմ, Նիկոլին շատ շուտ կհանեն։ Բայց քանի որ մենք չգիտենք այդ ինչ բանա համախմբվելը, դրա համար առանձին այս սարնիմն է, այն սարնիմն է, այն ծառնիմն է ասում է։ Ես եմ արել, առաջինը ես եմ արել, ես եմ գնացել։ Հեսա տեսեք ես ինչ եմ անում ասում է։ Նիկոլին են նայում ուրախանում է այդ մարդը, ասում է։ Դրանք ինչ են անում սրանք։ Իրար ոնց են ուտում։ Մի խոսքով չեմ սիրում բացասական բաների մասին խոսամ, բայց նայում եմ ու էլ հեսա ժողովուրդը հազիվ խախանդվել էր, արդեն սկսում էին իրար որ կոմենտները իրար միս են ուտում, էլ չէին ուտում, սկսել են ասենք իրար հետ լավ, հումորային բաներ էին գրում կոմենտներում, ինչ որ տենց ատելություն չկար, բան չկար, մի էլի ոնց կլինի ժողովուրդը տենց մնա բամենքը, բա եղավ, բամենքո չենք մերը, որ ժողովուրդ իրար հետ լավ լինի, հեսա տեսնեք ինչ ենք անում, ոնց ենք պառակտում, կեսը գնում այն կողմ, կեսը գնում այն կողմ, այս անգամ կես-կես չի լինելու, այս անգամ մի քանի մասի կբաժանվի ժողովուրդը, արա լավ, արա, չի կարելի էլի, չգիտեմ ինչ ասեմ, լավ եղեք, լավ կացեք, հույսով ենք, ինչ որ լինի ժողովրդի օգտին կլինի, չնայած խիստ կասկածում եմ, որովհետև այսքան ժամանակ ոչ մի միտինգ ժողովրդի օգտին չի եղել, միտինգներ են արել, գնացել են, որ ամենամեծ միտինգը այս վերջի այդ Սրբազանի միտինգները, որ շատ մարդեր եկել, ժողովրդին քաշտվին այս կողմ, ասում դուս են գալի առաջի փուլ, դուս են գալի երկրորդ փուլ, 8-րդ փուլում ենք հիմի, ու տենց, մի քանի փուլ դուս եկան, մի քանի տասնյակ փուլ, ու ժողովրդին ցրեցին ընտներով այդ մարդն չգիտես ոնց այդ մարդուն ասեցին դե գնա քո տեղ արդեն վեր դու քո ֆունկցիան կատարեցիր արդեն Սրբազան ջան իրան էլ ուղարկեցին իր տուն ոնց գնաց բան ոչ մեկ տես ոնց եկավ սկսվեց տենց է գնաց էլի ասեն շատ անսպասելի նույն բանն է պետքա լինի հիմա փոխվելու ընդամենը մի բան որ ժողովուրդը սկսելու է էլ իրար միս ուտել, ժողովուրդը, Նիկոլին ընդեղ ոչ մի բան չի լինելու, ժողովուրդը անմեղ, սկսելու էլ իրար միս ուտել, Քոչարյանականները մի կողմից, Նիկոլականները մի կողմից, և այլն, դու արդեն գիտեք, փորձ ունենք, չէ, ամեն տարի մենք միտինգ ենք անում, տարին սկսվեց, ձյունը հալում է, միտինգավորները դուս են գալիս, լավ եղեք, լավ մնացեք, մինչև կհասկանանք ով է մեր բարին ուզում, ով է ժողովրդի կողմից, ով ոչ, հաջողություն։